Բագրատ Սրբազանի հետ հանդիպում ունեցա, գիշեր էր, գնացի Անի հյուրանոց, Սրբազանին ասացի, որ Սրբազան, եթե դու ձերբազատվես այն կապանքներից, որ ունես նախկին իշխանությունների, անգերց խոսեց, այո, նախկին իշխանություններից, եթե դու դրանից ձերբազատվես, ապա դու կունենաս 100,000-ների աջակցություն եւ կկարողանաս քաղաքական process տեղի ունենալ։ Նա չլսեց, շարունակեց իր մոտեցումով գնալ եւ շարժումը հանգավ, նվազեց, ինչքան որ այն երևաց, որ որևէ ձևի կարող է փոխկապակցվածություն ունի նախկին իշխանությունների հետ, այնքան այդ շարժումը մարեց։ Եվ վերջում ամենացավալի բանը տեղի ունեցավ, որ շատ շատերը իրար բրբրթում էին, հրում էին, որ Բագրատ Սրբազանի կողքը հայտնվեն որևէ կամերայի, որևէ լուսանկարի մեջ տեղ գտնեին, այո, որտեղ այդ մեծ հնչեղությունը, այդ ռեյտինգը բանը օգտագործեն։ Այսօր այդ մարդիկ անգամ Բագրատ Սրբազանի դատերին չեն գնում։ Այդ մարդիկ արդեն հիմա դրանցից շատերը ես տեսնում եմ, հիմա մեր ձևովի շուրջ բոլորն են պատտվում։ Ասենք, այդտեղ Սամվել Կարապետյանի ցույցերի եմ ես իրանց տեսնում արդեն, բան։ Ինձ մոտ հարց առաջանում էլի, լավ դուք սկզբունք չունեք, դուք արժեքային բան չու, այդ մարդուն տարակ հասցրիք մի իրավիճակի, որ այդ մարդը այսօր բանտում է գտնվում։ Ու մոռացա։ Այսինքն այդ մարդը ինչ չի լսել, որ բանտում է գտնվում։ Այդ մարդը ձեզ է լսել, որ բանտում